Հայաստան խմբակցությունը իր 28 պատգամավորների ստորագրություններով պատրաստ է աջակցել, որ սկսվի Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, բայց կասկածներ ունի այս նախաձեռնության հեղինակների իրական նպատակների վերաբերյալ։ Արթուն ենք անունով շարժման անդամների նախաձեռնությունից 4 օր անց խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը հայտարարություն է տարածել, հստակեցնելով իր դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 падգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն, ԱԺ падգամավորների պարզ մեծամասնությունը։ Նաև ակնհայտ է, առանց փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ շուրջ 2 տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը։ Տեսնում եմ, որ մեր հանրության մի շերտի մոտ թիվը չգիտեմ ինչքան է, բայց մարդիկ գուցե հուսալոքությունից, գուցե տեղեկացվածության բացակայությունից տպավորություն կարող են ունենալ, որ խորհրդարանական ընդդիմությունը կամ Հայաստան խմբակցությունը ունի բավարար ձայներ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, ավելին ունի ձայներ անգամ հաջողելու համար, իսկ դրա համար պետք է 54 ձայն, շուրջ 20 քպեականի ձայն, բայց չի անում դա։ Հայաստան խմբակցությունը հիշեցնում է, մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը, քանի որ նրա հեռացումը համարում է կենսական անհրաժեշտություն պետության եւ ժողովրդի համար։ Ավելին, Հայաստան խմբակցությունն առաջին է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ Քրիստինե Վարդանյանը վերահաստատում է Հայաստան խմբակցությունը պատրաստ է տրամադրել իր 28 падգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե այդ գործընթացը նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 ստորագրությունը։ Առանց դրա էլի մարդկանց մոտ տպավորություն է լինելու, որ պարզապես մենք չուզեցինք, մինչև վերջ չտարանք, բայց խնդիրն է, որ տեխնիկապես զուտ ձայներ չունենք։ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները ըստ Հայաստան խմբակցության պիտի հրապարակավ հայտարարեն նաև գործընթացի հաջողության համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Հիմա երբ մեկը խոսում է հաջողության մասին, պիտի գոնե ցույց տա այդ փողոցային ճնշման հնարավոր տարբերակներ։ Խմբակցությունը հիշեցնում է, որ նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում եւ ըստ էության որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման եւ դրա հետևանքների համար։ Այսօր տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում, նկատում է Հայաստան խմբակցությունը։ Այս ամենը Հայաստան խմբակցությունում կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Արդյոք նախաձեռնության իրական նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, թե ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը թիրախավորելը, կեղծ լուրեր տարածելը, թե Ռոբերտ Քոչարյանի թիմը դեմ է Փաշինյանին հեռացնելուն։ Այս գործընթացը ինչ մեկնարկելու մենք տեսնում ենք հատկապես, չգիտեմ էլ անգամ ինչով պայմանավորված Հայաստան խմբակցության թիրախավորում։ Նախ հեգնանք եւ ծաղր նախկինում գեներացված շարժումների մասին, որոնց ընթացքում, երբ որ հնարավորություն է եղել, հայտարարվել է, որ իմպիչմենտի գործիքի կիրառման անհրաժեշտության մասին, բայց մենք միշտ իմացել ենք, այսինքն պարզ հարց ենք տալիս, 20 քպեական պիտի գա եւ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկի նվազագույնը։ Եվ դրա համար ինչ է պետք։ Համապատասխան փողոցային ճնշում։ Մտնելու ենք երկրորդ փուլ։ Վարդանյանը հիշեցնում է անցած տարի, երբ Սրբազան շարժումը ակտիվ էր եւ փողոցում շուրջ 50,000 մարդ կար, կրկին առաջ քաշվեց վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, բայց անգամ փողոցի ճնշման տակ չապահովվեց իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ 36 падգամավորի ձայն։ Եվ այդ երկու ձայնը հնարավոր չեղավ բերել, որպեսզի այդ գործընթացը նախաձեռնվի։ Փողոցի ճնշումը արդյունքում պակասեց եւ հնարավոր չեղավ այդ ձայները լրացնել։ Հիմա էս է խնդիրը։ Հիմա այս նույն իրավիճակն է առանց փողոցի այդ ճնշման արկայության բարակայում։ Եվ այստեղ է հարց առաջանում, ուրեմն ինչպես ենք հաջողելու։ Եթե ճանապարհը գիտե եւ եթե ճանապարհը կա, ելի առանց հեգնանքի, որը մեկը կարող է տեղեկություն ունենալ, որ ԿՊ-ում իրավիճակ է փոխվել մարդկանց մոտ, կարող է ինչ-որ պայմանավորվածություններ ունենալ, դա պետք է ասվի, թե հրապարակայինը չառնվազն այն մարդկանց ու մոտ գործընթացը ուզում են նախաձեռնել, որ մենք հասկանանք, որ ճանապարհ կա, ոչ թե սա արվում է ուղղակի որևէ անհաջող գործընթաց ընդդիմադիր խմբակցությունների վրա փաթաթելու նպատակով։
Վարդանյանը ասում է, եթե իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ ունեն ՔՊ-ի հետ եւ գիտեն, որ պակասող ձայները կապահովեն, թող ազնիվ լինեն եւ գոնե ակնարկեն այդ մասին։ Եթե ոչ, ապա տպավորություն է, որ այս նախաձեռնությունը լարած թակարդ է բարձր վարկանիշ ունեցող Հայաստան խմբակցության համար։ Մենք պարզ ուղիղ նաև մեր հայրենակիցներին առանց թաքցնելու ասում ենք, որ բոլոր տարբերակները կարող են լինել մոբիլիզացիոն առիթներ, եւ մենք պիտի չունենք այն շքեղությունը, որ որևէ տարբերակ չօգտագործենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Եվ այս առնվազն մեզ մի քիչ դժվար է մեղադրել մենակ ընտրություններին սպասելու կամ ձեռքերը ծալած ընտրություններին սպասելու, որովհետեւ եթե նախընթաց շրջանում եղել են շարժումներ, փողոցային շարժումներ, դրանք մենք գեներացրել ենք կամ ծանրակշիռ մասնակցություն ենք ունեցել։ Իդեպ, եթե խորհրդարանում սկսվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ այն տապալվում է, ապա ընդդիմությունը 6 ամիս այլևս որևէ շանս չի ունենում իմպիչմենտի գործընթաց սկսելու, եթե անգամ փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում։ ժամանակ Հայաստանի ԿԳԲ-ն Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։